Բարև ձեզ, Փաստինֆոյի եթերում հարցազրույցն է, տաղավարում ես այսօր զրուցելու եմ հանրային գործիչ տնտեսագետ Սամվել Աշոտյանի հետ։ Սամվել, բարև ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես եմ շնորհակալ իմ հրավերն ընդունելու համար։ Սամվել, մեր կյանքը մի տեսակ նմանվել է մաֆիա խաղի։ Ամեն առավոտ մենք արթնանում ենք, մտածում ենք, թե այս անգամ ԱԱԾ-ն ում տան կողքով է անցել, ում է խուզարկում, ում է ձերբակալում, բերման ենթարկում եւ այլն։ Թե չէ, առավոտը կա, թե չէ, հետո հենց թվում է գործուն ամեն դեպքում։ Շատ նման է այս իրավիճակը։ Ուզում եմ հասկանալ, ինչու է հաղթած իշխանությունը պարբերաբար այսպես սրում իրավիճակը, լարվածության փորձեր մի քիչ շատ չէ իրանց հաղթած ասել, ես ավելի շուտ իրանց կոչեի չպարտված իշխանություն, լրջագույն լեգիտիմության խնդիրներ ունեցող ու իրենք էլ դա գիտակցում են, այս ամբողջ լարվածությունը իրենց նյարդը գալիս է հենց այդ գիտակցումից, որ իրենք ունեն լեգիտիմության շատ լուրջ խնդիր, ընդհանուր առմամբ ազգային ժողովն ունի լեգիտիմության խնդիր ու դրանից էլ իրենց լարված վիճակն է ու ոնց որ պետք է ինչ-որ ուղղությամբ այդ բացասական էներգիան տանել, մոբիլիզացնել իրենց էլեկտորատը այդ ուղղությամբ, այսինքն սկսեն, այսպես ասենք, վհուկների որս, այսինքն ես չեմ կարող ասել ես վերջերս տեղի ունեցած այդքան զանզան ձերբակալությունները հիմնավոր են, թե հիմնավոր չեն, այդ թողոդատականությունը ցույց տա, բայց որ իրենք քաղաքականապես մոտիվացված են, դա 100%-ով, այսինքն եթե կային օրինակի համար հանցագործություններ իրենց արդեն հայտնի ու շատ վաղուց հայտնի, այսպես ասենք, ինչու են հիմա ձերբակալում, այսինքն քաղաքական մոտիվացիայով է այս ամեն ինչը պայմանավորված, ինչը շատ խիստ մտահոգիչ է, որովհետև եթե ինչ-որ մեկը հանցագործություն է իրականացնում, եթե մեկը հանցանք է գործում, ապա նա պետք է տեղում բացահայտվի ու պատժվի, այլ ոչ թե այն ժամանակ, երբ մեր սրտի վարչապետի քիմքին դա հաճո է։ Ասում եք չպարտված, բայց մենք նաև չունենք հաղթած ընդդիմություն։ Հա, իհարկե, ընդդիմությունը չի պարտվել, չի հաղթել, այսպես ասենք, այնպես որ բարդ իրավիճակ է իրականում ու ազգային ժողովն է ընդհանուր առմամբ ես ոնց տեսնում եմ երկար կյանք առնվազն չի ունենալու, որովհետև այսպես ասեմ Նիկոլ Փաշինյանը, ես չգիտեմ ընդդիմությունը այդքան խոհեմություն ունի, այդքան խորը տեսում է թե չէ, բայց Նիկոլ Փաշինյանը իրենց հարցերը պատրաստում է լուծել, ինչից հետո գնալ արտահերթ ընտրությունների։ Ես կարող եմ ասել, որ ես դա եմ տեսնում ու անընդհատ այսպես այդ դամոկլյան սրի պես կախված պահել ընդդիմության գլխին այդ դրակաշարքների թեման, մնացած թեմաները, որով ինքը փորձում է ապա լեգիտիմացնել ընդդիմությանը, հենց դրանն է, որ ինքը ինչ-որ մի պահի դուրս է գալու, ասելու է, որ գիտեք, ինչ կա, մենք ապա լեգիտիմ խորհրդան ենք, որտեղ այս նախկինները մնացածը կեղծ են եւ այլն, դրանով տանի արտահերթի։ Բայց ակնհայտորեն ինքն էլ է ապա լեգիտիմ, ինքն էլ այնպես էլ չի, որ մենք տեսնենք այդ ճոխ համերգներ, ես վերջերս ինչ-որ չկա նկատում եք, ինքը ասում է, այսպես ցույց տալի միշտ լինել, չէ՞, այ ինչ-որ համերգներ չկա, ինչ-որ պետական պարկ է ոնց որ սկսել նորից աճել, կարծում եմ տաղավարում ենք դրա մասին խոսել ենք, որ ինչ-որ պայից սա շատ արագ սկսելու է աճել մեր պետական պարկը ցավալիորեն։ Մյուս կողմից արտահանման խնդիր ունենք, իսկ արտահանում խթանելու համար պետք է դրամը փորձենք արժեզրկել, այսպես ասենք, որ ավելի էժան լինի արտահանումը, դրամն էլ արժեզրկես, պետական պարտքը կունես, ավելի կմեծանա, կդժվարանա հոգալ, այսինքն մի հատ իրենք այնպիսի իրավիճակում են անկյուն քշված, իրենք շատ վատ վիճակում են այս պահին, հենց դա է պատճառը այսպիսի ագրեսիվության, դա է պատճառը հենց իրենք արդեն ոնց որ զգում են, ոնց որ այսպես ասենք, սա Նիկոլ Փաշինյանի վերջի սկիզբն էր, ինքը զգաց, որ հայ ժողովուրդը արդեն իսկ իրեն իր մեսիջը հղեց, որ այլևս չի հանդուրժում իր պահվածքը։ Ու հետո էլ ոնց որ շատ գործընթացներ դեռ կան ու չունենալով լեգիտիմ իշխանություն, այդ գործընթացները ավարտին հասնելը չափազանց դժվար կլինի, այսինքն դա լինելու է Ալիևի պարտադրանքով սահմանադրության ընդունում, ինչին մենք պետք է մեր հստակ ոչ ասենք, դա լինելու է օրինակ Տիգրանաշենի հանձնումը, դա կլինի մնացած այսպես կոչված անկլավների հանձնումը, այսինքն Նիկոլ Փաշինյանը իր վրա մեծ պարտավորություններ է վերցրել, ինչը ինքը պետք է մարի Ալիևի առաջ, իսկ ինքը ակնհայտորեն այս պահին չունի այդ լեգիտիմության պաշարը, որպեսզի կարողանա ներկայացնել որպես դա հայ ժողովրդի կամք, անգամ 50+1-ը իրեն չի ընտրել, ինքը բերանով չի ասում, քանի 50+1-ը ինձ ընտրում է, դա տեսակ ինքը անգամ իր այդ նշաձողին չհասավ այսքանից հետո այսքան վարչական ռեսուրսից մնացած, իսկ դրանից է ճղայինը, դրանից էլ նյարդայինը, դեռ շատ կտեսնենք այդպիսի շոուներ։
Հետաքրքրական է, որ նաև ազգային ժողովում հերթական անգամ վերջին ազգային ժողովի նիստում ասած, ընդդիմությունը կոչ չի անում փողոց դուրս գալու, ես եմ կոչ անում փողոց դուրս եկեք եւ հեղափոխություն արեք եւ այլն։ Ինչի համար է Փաշինյանին հիմա պետք որ փողոցը եռա։ Պետք չէ, թվում է ինքը ուղղակի էլի իր այդ ամպլուայի մեջ պես ասենք ծաղրում է ընդդիմությանը, ոնց որ ինքը ծաղրում է, որ դուք չեք կարող փողոց գեներացնել, ինքն էլ դրա համար պես ասենք խաղադրույքները մի քիչ մեծացում, ասում է դուրս եկեք փողոց, տեսեք ձեր դեմ ինչքան մարդ է դուրս գալու։ Ինչքան մարդ է դուրս գալու, իբր եկեղեցու վրա որ գնացել է, ինչքան մարդ հանեց ֆոտքի։ Տեսեք, ասում եք ինքն էլ չունի լեգիտիմություն, 700,000-ից ավելի մարդ ձայն է տվել իրեն։ Ավելի շատ, քան 2021 տոտալ վախի պայմաններում, պատերազմով շանտաժի պայմաններում ու հիշեցնեմ, որ ինքը սահմանադրական մեծամասնություն ուզում այլապես սեպտեմբերին պատերազմ կլինի։ Հիմա սպասենք տեսնենք, այս մարդը իսկապես նոր աղետ է մեր գլխին բերում, թե ստախոս է ամեն դեպքում։ Բայց վախի պայմաններում, այդքան ճնշումների պայմաններում, ինչ ակնկալ էի վարչական ռեսուրսի տոտալ կիրառման պայմաններում, պարակտման պայմաններում, այսինքն էլ չասած արտաքին հսկայածավալ միջամտության պայմաններում, երբ որ մի կողմից Արևմուտքը, Եվրոպան, մյուս կողմից Թուրքիա, Ադրբեջան, մյուս կողմից Ռուսաստան բոլորն էլ միջամտել են Հայաստանի Հանրապետություն տեղի ունեցած ընտրություններին։ Ակնհայտորեն ոնց որ այս չի եկել, այս խորհրդարան չի կազմվել հայ ժողովրդի ազատ կամարտահայտման արդյունքում շատ են եղել մանիպուլյացիաները, այն գործընթացները, այսպես ասենք, անառողջ, որ այս քաղաքական դաշտեղենությունն այնպես որ շատ ճոխ կլինի լեգիտիմ անվանել այս ամենը ու իրենք բոլորն էլ դա հասկանում են։ Հիմա խնդիր կա։ Այստեղ Նիկոլ Փաշինյանը ակնհայտորեն երկար չի կարող կառավարել այսպիսի ազգային ժողովում, ինքը հենց նպատակը նա է, որ լուծի հարցերը ընդդիմության ու կրկին գնա ընտրության։ Այսինքն առաջին կարծիքով ինչ ժամկետում դա կարող է։ Ես կարծում եմ հնարավորինս շուտ ինքը պետք է փորձի, քանի որ իր առաջ ժամ է դրված, Ալիևը ակնհայտորեն իրեն առաջ բաներ է դրել, առաջադրանքներ, որտեղ դեռ դիմացը կա հենց նույն ասցի սահմանադրության փոփոխություն Ալիևի պահանջով, Տիգրանաշենի հանձնում եւ այլն, այս շատ բան է լինելու, այսինքն եթե մենք այդ մենակ դրանցով չի սահմանափակվելու, նաեւ լինելու է մեր դպրոցական դասագրքերի փոփոխություն, լինելու են ճնշումներ, օրինակ հենց մեկը Արցախի հարցի մասին խոսողներ ու ընդհանուր առմամբ Արցախ տեղանուն արտասանողների մասով են լինելու, անկասկած լինելու, այսինքն ցենզուրա պետք է լինի, գնալով Նիկոլ Փաշինյանը պետք է առավել ձգի, էլի ոնց որ համակարգ ակնհայտորեն որ ինքը չունի լեգիտիմություն, ինքը արդեն ավելի ավտորիտար քայլերի է գնալու, անգամ արդեն սա ավտորիտարիզմ չէ, երևի բռնապետության տարրեր են արդեն ավելացել խիստ, դրա մասին էլ կարող ենք քննարկել, բայց հա ոնց որ մենք տեսնում ենք, չէ՞ Գագիկ Ծառուկյանն ինչ անում, օրինակի համար մարդ եկավ հեղափոխության, հիշում ենք Գագիկ Ծառուկյանը անգամ ջուր էր բերում հեղափոխությանը, հետո հուշագիր ստորագրեցին, այդ ժամանակ Գագիկ Ծառուկյանը խոշոր գործարար էր, չէ, բիզնեսմեն, այսօր ինքը կրկին դարձել է օլիգարխ ու ոնց որ մենք տեսնում ենք այդ ճնշումները, որ իրեն փորձում են ունեզրկել այդ բոլշևիկյան ձևով։ Ոնց որ հստակ էլի խոսենք, ես վերջը շատ եմ խոսում, ես մեկ Գագիկ Ծառուկյանի քվեները գողանալու մասին, դա էլ է ապալեգետիմ ասում եմ, դու ամենալկտի ձևով գողացան քվեները։ Իմ աչքի լույսը չի Գագիկ Ծառուկյան, ուղղակի այդ որ անարդարություն տեսնում ու մեկը ես դեմ եմ այդ բոլշևիկյան ձևով մարդու ունեցվածքը խլելուն, դա լավ տեղ չի տանում, դա շատ վատ տեղ է տանում։ Մի բան էլ կա, քանի որ բավական բարդ եղավ իր համար այս տոկոսն ապահովելը, անգամ այս բռնաճնշումների եւ այլնի դեպքում, դուք կարծում եք նոր ընտրությունների դեպքում ինքը կկարողանա կրկնել այն ցուցանիշը, որ ունի այս պահին։ Թե ակնկալիքն այն է, որ ընդդիմությունը չի կարողանա կրկնել։ Ակնկալիքը դա էլ է, բայց նայեք ինքը ձեռքեր ծալած չի նստելու մեր ընդդիմության պես։ Մեծամասնությունը այսպես թե այդպես Ինքը երբեք իր ձեռները ծառած չի նստում մեր ընդդիմության պես։ Նկատել եք ինքը անդադ աշխատում է ու ինքը շատ ավելի հերահար է աշխատում, պետք չի իրանք մի աչքով նայել էլի թերագնահատել, որովհետև ակնհայտորեն էս Ռուսաստանից եկած մեր հայրենակիցների թեման, որ բացեցին, որ տեսեք, Ռուսաստանից եկել են մեր փոխարեն որոշ բան, անկեղծ ասեմ, ես էլ մի պահ թակարդն ընկա, բայց հետո հասկացա ինչ են էլի անում են առումով, որ ինձ էլ դուրս չի գալիս, որ մարդիկ օրինակ գալիս են այդպեսի հայտարարություն, եկել եմ ընտրեմ ժամի 7-ին գնամ, որ խնդիր չլինի։ Դա բնականաբար դա շատերի զայրույթն առաջացած ու դա էլ քվե ապահովեց իրական Նիկոլ
Փաշինյան մարդիկ հենց այդ խոսույթին դեմ գնացին իրեն էլ ընտրեցին ու դրա արդյունքում երբ որ ինքը ՀՄԿ-ին ուղարկել ես այնտեղից շատ մարդկանց լսել եմ ինչեր են պատմում ասում են իրենք հենց հստակ գնում էին շատերից են հարցազրույց վերցրել բայց իրենք ցույց են տվել կոնկրետ այն հարցազրույցները որտեղ որ այդպեսի սենսացիա կար այսպես ասենք որը արժեր ցույց տալ ու մարդկանց մեջ զայրույթ առաջացնել հիմա ինչ անում ինքը պետք է սահմանափակում մտցնի դա ընդհանուր առմամբ ընտրելու իրավունք ունեցողների վրա ընտրելու իրավունք ունեցողների շեմը կիչնի դրա արդյունքում արդեն իր այսպես ասենք մասնակցություն ու իրեն տված քվե հարաբերակցությամբ ավելի լեգիտիմ կերևա ինչ 2.5 միլիոն ընտրող է որից ընդհանուր 700,000-ն են ընտրում ինչ 1.5 միլիոն լինի որի էլի 700,000-ն է իրեն ընտրում բայց տեսեք այստեղ հարցն այն է որ անգամ այդ Ռուսաստանից եկածների ազդեցությունը ընտրության հա դա շատ չնչին է իրականում ինքը չի էլ եղել երևի պահանջ կա այս պահին հանրային պահանջ կա ասում ենք մի հատ ներկայացրեք թվերը ներկայացրեք ովքեր են երկքաղաքացի մասնակցել ընտրությանը ներկայացրեք որովհետև ես անձամբ շատ մարդկանց ճանաչում եմ որ եկել են Նիկոլեն ընտրել հենց նույնիսկ օրինակ ես որ ասում էի դրա մասի խոսում եմ ինձ անդադ քարկոցում ասում էին ընդդիմության ցանկը բայց իրականում Նիկոլին երևի ընտրած ավելի շատ կա դրսից եկած եթե ռեալ էլի անկեղծ ասենք ես շատ ավելի շատ մարդ այդպիսի ճանաչում եմ տեսել եմ որ ասենք տեսնում ես եկել ասում են Նիկոլին եմ ընտրել ինչևէ այդ չի էական է այստեղ էական նաև որ ինքը պատրաստվում է արդեն սահմանադրական փոփոխություններին ինքը պետք է այդ քվորման շեմը իջեցնի այդ էլ է հեռահար նպատակներից մեկը ու հետո ինչ իմանանք որ մի օր իմ ընկերներից մեկն ասում էր մի օր էլ կարող ենք արթնանանք ու իմանանք որ ռեզիդենտությամբ ընդամենը հերիք է որ դու կարող ես ընտրության մասնակցել չգիտեմ այլ ազգիներ կգան կլծվեն այդ թվում եւ ադրբեջանցիներ ու թուրքեր ովքեր որ կունենան իրավունք Հայաստանի Հանրապետություն ձևավորել իշխանություն ընտրությունների մասնակցել դե ռեզիդենտն էլի հարկ են մուծում այսպես ասենք իրանք այդ տրամաբանությանն են փորձում տանել այո թիմ ընտրություններում բավականին հա թիմ ընտրությունն այնպես է կարծում թե մասնակցել դա էական չի հնդիկներն այսպես ասենք փառք որ հնդիկներ լինեն ադրբեջանցիներ չլինեն Շատ լավ, ես կուզեի անդրադառնալ կառավարության վերջին որոշումներից մեկին, քանի որ կարծեմ թե այդ ոլորտում նաև փորձառություն ունեք, կառավարությունը որոշել է բջջային հեռախոսների իմեայլները գրանցել, սա արվում է սև շուկան վերահսկելու փորձի անվան տակ ներքո, բայց փորձագետները որոշակի մտավախություններ եւ ահազանգեր ունեն այստեղ։ Կուզեի դուք ներկայացնեք ձեր դիտարկումները։ Նայեք, ինչով է այս համակարգը ինքը իրենով վտանգավոր։ Ինքը ոնց որ պատկերացեք մի հատ ընդհանուր դատաբազա է լինելու, որտեղ լինելու է այդ email կոդը, հեռախոսների ցանկացած իրեն կցված SIM-երով, yes-SIM-երով ու քո ընդհանուր առմամբ անձնական տվյալներով։ Մենք պետք է հասկանանք, որ այս դարում, երբ որ ամենուրեք մեզանից ինչ-որ դատա են փորձում հավաքագրել, իսկ դա շատ արժեքավոր բան է, էլի այդ տեղեկությունները, իրենք էլ նույնը անում է Նիկոլ Փաշինյանը փորձում անի։ Նայեք, օրինակ ինչ այդ համակարգով մենակ հնարավոր է շատ ասպեկտներ մեր կյանքի կառավարել։ Սկսած նրանից օրինակ մեր տեղաշարժը կարող են վերահսկել, որովհետև այստեղ էս բաները որ կան կանգնեցված է տելեկոմների աշտարակները։ Իրենք կարողանում են ոնց որ մեր հեռախոսները անընդհատ էս մեր սիմերը պինգեր են ուղարկում այդտեղ, իրենք կարող են վերահսկել մեր տեղաշարժը, որտեղ ենք մենք գնում օրինակ շատ այսպես ասենք մետադատայի մակարդակում հենց նույն այդ տելեկոմ ընկերությունները կարող են վերահսկել, տեսնել թե մենք ինչ սայթեր ենք հաճախում, անկասկած կտան օրենք էլ կունենան կընդունեն դեռևս չունեն կարծեմ այդպիսի օրենք որ այդ տվյալներն կհավաքագրեն ընդհանուր առմամբ ես ուսումնասիրել մի քանի պետության օրինակով թե ոնց է դա սկսվել օրինակ Թուրքիայում նույնից կա ու ի սկզբանե սկսել էին նրանով որ իրենք այդպես հայտարարում են որ բջջային հեռախոսների գողության դեմ են այդպիսով պայքարում նույնը այստեղ են չի ասում Ուրեմն մի դեպք ընդհանրապես բերեմ 1-2 շաբաթ առաջ ես համացանցում տեսա որ մի աղջիկ տեղադրել էր դեպքը իր հեռախոսի գողության երբ իր երեխաների հետ էր եղել 2025-ի նոյեմբերին էր եղել ինքը անձամբ գնացել էր կամերաներից գտել էր դեմքերով տվել էր ոստիկանություն ու ամիսներ շարունակ ոչինչ չէր եղել անգամ ոստիկանները չէին գտել էլի այդ կադրերը տարել գողերի դեմքերը տվել է ոչ մի բան մինչև օրս ամեն դեպքում ես չեմ տեսել այդ գրառումից հետո ինքը ասել է ոչ մի բան չի փոխվել այսինքն այդքան ժամանակ էս մարդիկ հեռախոսի գողություն տան նկարը տալիս ես չեն կարող գտնել ու այդպիսի շատ դեպքեր կան շատ իմ ընկերներից էլ եղել են էլի դեմքերը տարածելից մարդիկ են գողացել չեն վերադարձել հեռախոսը ոստիկանները ու մեկ էլ իրանք որոշեցին որ սա անհրաժեշտ է հեռախոսների գողությունը կանխարգելելու համար կամ ընդհանուր առմամբ վերացնելու այսպես ասեմ այս ամբողջը այդ տվյալները որոնց իրենք հասանելիություն ունենալու դրանք հսկա
օֆլայն լինելու ու հետո էլ ես տեսա, որ մասնագետի մեկի մոտ տեսա, որ պայմանագրի մեջ կա, որ նրանք կարող են նաև վաճառել եղած տվյալները, այսինքն փաստացի այդ մեր կյանքին վերաբերող տվյալները կարող են հայտնվել այլ, չգիտեմ, երրորդ կողմերի ձեռքում։ Այսօր ասեմ, որ դա մեծ բիզնես է դարձել, օրինակ Ամերիկայում Palantir կոչվող ընկերություն կա, որը զբաղվում է այդ մեծ դատաների մշակմամբ, աշխատում է հենց ամերիկյան կառավարության հետ, աշխատում է մասնավոր սեկտորի հետ ու դրա հիման վրա, օրինակ ոստիկանությունում իրենք կարողանում են կանխարգելել հանցագործություններ ընդունեն բանի արդեն իսկ, այսպես ասենք, գտնելով, որ այդպիսի բան կարող է տեղի ունենալ, հավանականություն կա, որ նման բան տեղի կունենա, կանխարգելում են օրինակ։ Այդ նույնը օրինակ են իրենց IC-ին էմիգրացիայի հետ կազմակերպությունն է դրանից օգտվում, դրանով գտնում են իմիգրանտներին, բայց այս մի դեպքում ոնց որ Ամերիկան կարող է օրինակ դա լավ բանով էլի օգտագործել, չնայած բողոքներն էլ են շատ հենց այդ Palantir-ի մասով, ահա որ շատ բողոքներ էլ կան։ Շատ երկար թեմա է ինքը իրականում, բայց անցնենք հիմա Հայաստանի վրա գանք։ Օրինակ Նիկոլ Փաշինյանը, ով որ ասում է, կհիշեք Ռոբերտ Քոչարյանի նկարը, որ ինտերնետում հայտնվեց բանից, օդանավակայանից ու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ցածրի ձեռնակ ուզի կարտահոսի, չուզի չի արտահոսի, եկեք ռեալ խոսենք Հայաստանում օրինակ չկա կառավարություն, կա Նիկոլ Փաշինյան, այսինքն նույնական են։ ԱԱԾ-ն էլ է Նիկոլ Փաշինյանը, այսինքն փաստացի մենք մեր տվյալները ինքնական պետք է տանք իրենց բոլորի ձեռքին, երբ ուզեն արտահոսեն, երբ ուզեն մոտները, այն իսկ երբ որ մենք խոսում ենք մեր տվյալների անվտանգության մասին, գիտեք, ինքը շատ կարևոր բան է, մենք կարող ենք այդպես կարևորություն չհասկանալ, բայց ոնց որ դրանով կարող են ամբողջապես մեր կյանքը կառավարել, այսպես ասենք, օրինակ կարող են բերել, նայեք, այդ տվյալները օրինակ իրանք ձեռք բերելով կարող են կանխագուշակել օրինակ իմ քայլերի իմ գործողությունների հերթականությունը, անգամ այդպիսի բաներ են անում, կարող են, չգիտեմ, վաճառել ինչ որ կազմակերպությունների, կարող են օգտագործել հենց ՀԱԱԾ-ում մեկի գլխին սարքելու համար եկեք այսպես ասենք, որ մեկ իրան գործ կարելու համար։ Տոտալ վերահսկողություն։ Այո, ու այս բաղադրիչ է, օրինակ դուք գիշեք օրենքի նախագիծ կար, որ ուզում էին բոլոր կամերաները հենց բաներից, բոլոր բիզնեսներին, որ ստիպում էին կամերաներ դնել ու միացնել միասնական համակարգի, որ ոստիկանությունը հասանելիություն ունենա։ Սա ընդհանրապես այդ բաղադրիչներից մեկն է, բայց ինքը շատ վտանգավոր բաղադրիչ է, օրինակ, որովհետև ես օրինակ կարող եմ բերել նայեք, իրենք հայտարարում են նաև, որ մենք այս մաքսանգության դեմ ենք, չէ՞, պայքարում սրանով։ Շատ լավ, ուրեմն հիմա 3000 դրամից են սկսելու, կարծեմ։ Թուրքիայում էլ ինչ որ փոքր փողոց են սկսել, այս պայդրությամբ մինչև $1000 հասնում է բանի գրանցում։ Մենք պետք է հասնենք նաև, որ իրենք լուրջ խնդիր ունեն բյուջեի եկամուտների հետ։ Իրենք համես խնդիրն են լուծել բյուջեի եկամուտները, օրինակ այս բանի 3000-ը կարող է մի տարի հետո 300,000 դառնա օրինակ։ Եվ այսպես շարունակ։ Մյուս կողմից այստեղ նաև ուրիշ է հենց այդ անվտանգային խնդիրներ են գալի, որ օրինակ թշնամին կարող է ինչ-որ հասանելիություն ունենալ այդ մեծ դատաբազաներին ու դրա արդյունքում ոնց որ խոցելի է դառնում մեր ավելի հասարակությունը ու բազմաթիվ են, գիտեք, ես պետք է այդպես շատ երկար բան անես, որ բացատրես թե ինչքան այդպիսի վտանգներ կան ու այդ ամեն ինչը աշխատելու է համակցության մեջ, այսինքն ինքը առանձին չի լինելու, ինքը ինչ որ համակարգերի մեջ է ներդրվելու ու մեզ տոտալ վերահսկելու են։ Ու այդ առումով շատ մտահոգիչ է իհարկե։ Դուք Միացյալ Նահանգների մասին ասացիք, բայց այս համակարգերը, օրինակ Ղազախստան, Ադրբեջան, Լիբիա, Թուրքիա, դուք ասացիք, այսինքն Նեպալ եւ ինչ որ աֆրիկյանների եւ եվրոպական միության երկրները չունեն, եթե այդքան լավ Ամերիկանն էլ չունի, ասեմ, Ամերիկային ուրիշ տեղից են իրանք դատաները հավաքում, այնպես չի, այդ email կոդով իրենք բան են անում, էլի իրենց քաղաքացիներին հետևում են, չէ, մենք օրինակ որ ձգտում ենք Եվրամիություն, չէ՞, մեզ այդպես են ասում։ Այնտեղ չկա այդպիսի պետություն, չի կարող լինել, որովհետեւ էսի լրջագույն խնդիր է մարդու այդ հիմնարար ազատություններին։ Ես կարող եմ մի օրինակ էլ բերել, գիտեք, ինչ ձևով օրինակ կարող են ին վրա ազդել դրանով։ Օրինակ ինչ որ պահի, եթե ես օրինակ ուրիշ SIM քարտ դնեմ իմ հեռախոսի մեջ, որ արդեն գրանցած է իր SIM քարտի հետ, ինքը կբլոկավորի իմ հեռախոսը։ Օրինակ ես չեմ կարողանա ուրիշ SIM քարտ օգտվել, միշտ կցված ինձ SIM-ով եմ անելու, կամ օրինակ ուրիշ հեռախոս վերցնեմ, ինքը հենց համացանցին կբավ, էլի կբլոկավորվի, որտեղ այդ email կոդը գրանցված չի լինի։ Մեկ ուրիշ խնդիր էլ ասեմ, օրինակ թեկուզ եւ հենց իմ SIM քարտով իմ հեռախոսով կարող են ինձ բլոկավորել։ Օրինակ ես որ հանրային գործունեություն վարում եմ համացածում, ես պարզապես կկտրվեմ այդ ամեն ինչից, ու իրանք ինձ կմեկուսացնեն, այսինքն ես պարզապես այո, ես պարզապես հնարավորություն չեմ ունենալու համացանց մտնել ու իմ խոսքն ասել, ոնց որ հասկանում եք, այստեղ ինքը այնքան բազմաշերտ հարց է, այնքան շատ շերտեր ունի, սկսած էթիկականից մինչև իրավական, բայց սա խայտառակություն է, ինչ իրանք ուզում են անել ու մենք պետք է պայքարենք, որ որևէ դեպքում թույլ չտանք այսպիսի բաներ, որտեղ իրանք սարքում են, այսպես ասենք, թվային կոնցլագեր, որ ասում են հեռահար նպատակը դրանում է իրականում մենք չպետք է թերագնահատենք այս հարցում Նիկոլ Փաշինյանին։
Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության պակասը կամ կարելի ասել իսպար բացակայությունը իրեն դրթելու են ամենասարսափելի այդ հակաժողովրդավարական քայլերին ու անգամ այդպես բռնապետական ինչ-որ քայլերի Եվ ԵԱՏՄ-ի մասին փոքր խոսենք, դուք իհարկե արտահանման շուկաների մասին, արտահանման մասին ասացիք, դրա մի արժևորման եւ արժեզրկման համատեքստում, բայց մենք շուկաների խնդիր ունենք։ Չնայած այսպես թվեր են ներկայացվում, փորձում են ներկայացնել, որ արտահանում ենք եւ այլն, բայց բոլորս էլ լսում ենք եւ ամենօրյա ռեժիմով հանդիպում ենք մարդկանց դժգոհություններին, արտահանողների։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը մինչև ընտրություններն ասում էր ամենահեղինակավոր պաշտոնյան եմ ԵԱՏՄ-ում, կգնամ հարցերը կլուծեմ։ Իսկ հիմա հռետորաբանությունը փոխվել է, ասում է ԵԱՏՄ-ն պետք է պատասխանի հարցին, ԵԱՏՄ-ն գոյություն ունի թե չունի, կա թե չկա։ Սա ինչ փոփոխություն է եւ ոնց որ իր սիրելի բաներից էլի շանտաժի։ Նայեք, այստեղ խնդիրը նրանում է, որ ԵԱՏՄ շուկան մեզանից կախված չի, մենք ենք կախված ԵԱՏՄ շուկայից, ու եթե իրենք կարծում եմ բավականին վաղուց էին պատրաստվում շատ էսպիսի փոփոխությունների գնալ, դեմ գնալ Ռուսաստանին, ընդհարումների գնալ Ռուսաստանի հետ ու անընդհատ այդ լեզվակռիվները տեղ, որ հանրային տեղ էին ունենում, դրանից առաջ պետք էր մտածել դիվերսիֆիկացիայի մասին, իսկ վերջին տարիներին ես շատ եմ առիթ ունեցել խոսելու նրա մասին, 22 թվականից ի վեր շեշտակի մի քանի անգամ կախվածությունը խորացել է Ռուսաստանից ու այս պայմաններում, երբ որ քո պտուղ բանջարեղենների զգալի մասը զգալի որն է, այսինքն 80-90%-ը ռուսական շուկաներում է իրացվում, երբ որ քո ծաղիկների 90%-ից ավելին էլի ռուսական շուկաներում է իրացվում ու գալ էստեղ հասնել մինչև դա որևէ գործողություն չանելու այս պահին դեպս ինչ որ չգիտեմ էլի վերջնագրերով խոսելը անգամ գիտեք բիզնեսմեններին են 30 ասում, բա մենք ձեզ ասում էինք շուկաներ գտել։ Այդ դա ասելով չէ պետությունը պետք է շուկաներ գտնի, հնարավորություն ստեղծի մեր արտահանողներին, որ անեն, այսինքն բան չի էլի, ոնց որ իրենց գործելավոճը ընդհանուր առմամբ այս առումով կրկին այդ մեղադրելու բանի վրա է էլի հոգեբանության, որովհետև հեսա մեր բիզնեսմենենք ասեն սնանկ անում եք, որովհետև սնանկությունը ձեր գլուխներում է։ Օրինակ դրան էլ կհասնենք։ Ինչ ասեմ, նոր շուկաներ էր պետք ժամանակին գտնել, դիվերսիֆիկացնել, որպեսզի այսօր այս խնդիրների առաջ չկանգնենք, բայց այդ ամենասուրբ պահին Թուրքիայում են հետաքրքրված մեր ծաղիկներով, մեր մրգերով, մեր ծաղիկներով, Հոլանդիայում ծաղիկներ։ Հոլանդիայում այդ որպես չէ, բայց մեր հոլանդական վարդերով են հետաքրքրված, Բուլղարիայում բուլղարական փղփեղով։ Լսեք, ձեռառոցիա իրականում այս ամբողջը քարոզչական դաշտում է Եվրամիություն դեռևս ես չգիտեմ ինչ որ մեծ խմբականակ ինչ որ բաների որ պտուղ բանջարեղենի հասած լինի եթե կա խնդրում թող այդ ինչ որ մեկը մեզ տեղյակ բայ որ այդպիսի բան ա եղել մեծ չկա պարզապես քարոզչությամբ կերակրում են մարդկանց շատ շուտով նոր վարկեր են վերցնելու վարկերի հաշվին արդեն իսկ մեր այս ընտրաթոշակի ու ընտրառողջապահական այդ ընտրապահովագրության այդ պայմաններում մենք ունենալու ենք հսկա նոր բեր պետական բյուջեի վրա ու այս ամեն ինչն էլ դրա վրայից ոնց որ բավականին լուրջ խնդիրներ ունենք այս պահին ու ես հիշում եմ դեռևս իրենց գործլավը չգիտեք որն է որ երբ որ արդեն Ռուսաստանը սկսել էր այս սանկցիաները կիրառել իրենք ասում են չէ հեսա կընտրվենք ամեն ինչ կանցնի ակնհայտ էր որ չի անցնելու այդտեղ ավելի խորքային ավելի լուրջ է խնդիրը բայց իրանք էլի այդպես խափում են ու նայում ես էկոնոմիկայի նախարարը թրև էր գալիս քարոզչությամբ, պես էս մենք կողմնգած ԿՊ քարոզչության, չնայած որ հենց այդ պահին մեր տնտեսությունը ամենաշատ կարիք ուներ, որ ինքը պետք է 24/7-ով ոնց որ աշխատեր, նոր շուկաներ գտնել, չգիտեմ էլի, այսինքն հնարավորություններ շատ կան օրինակի համար հենց արաբական պետություններում կարելի է գտնել բավական հետաքրքիր շուկաներ, Ասիայում հնարավոր է որոշակի շուկաներ, բայց իրանք ոչ մի բան չեն արել, ու այսօրվա դրությամբ եկել են կրկին մունաթ են գալիս արդեն մեր բիզնեսմենների վրա, թե ինչի նոր շուկաներ չեք գտել ժամանակին բայց ասենք օրինակ հենց այդ սերտիֆիկացիայի խնդիրը կլիներ, լաբորատորիաների խնդիրը կլիներ, պետության հանձնարարություն պետք է լիներ ու մի բան էլ ասեմ, հիմա բարձվում է, որ օրինակ ԵԱՏՄ շուկա մեր արտադրանքը որ մտնում էր, որ մենք սովոր ենք, չէ՞ որ ասենք, վայ, մերը տենց բարձրակարգ բան եւ այլն, այնքան էլ բարձրակարգ չի եղել, որ իրականում խոսենք։ Շատ հաճախ բավականին խնդրահարույց որակ է եղել ու դա էլ հնարավորություն է տվել նաեւ Ռուսաստանին օրինակի համար հենց այդ ստանդարտների չհամապատասխանելու առումով, իրանք այն ժամանակ էլ գիտեին, որ չհամապատասխան, բայց ներողամիտ էին։
Քանի որ ոնց որ ասում էին դե լավ, թողնում ենք, որտեվ ԵԱՏՄ պետություն եւ այլ շատ հարցեր կա քաղաքական էլի։ Իսկ այս պայնարը եւս ներողամիտ չեն ու այդ նույն արտադրանքը հասցնել Եվրոպա դա պարզապես անհնարին է։ Իրենք այդ որակի ապրանքը չեն վերցնելու։ Հիմա խնդիրը գալիս է այնտեղ որ տարիների աշխատանքեր պետք արդեն իսկ վաղուց սկսել անել, որպեսզի եթե այդ հանգրվանին հասես գոնե իմանաս այնքան որակել արտադրանքը որ կվերաուղես ինչ որ ուրիշ ուղղությամբ, բայց դա էլ արված չի։ Մյուս կողմից էլ մեր իշխանությունները որ բոլորին հրճակել են ռուսի շպիոն, վերջի տարիներին մեթոդաբար խորացրել են կախվածությունը Ռուսաստանից։ Շնորհակալ եմ հետաքրքիր համար, հիշեցնեմ զրուցում էի Սամվել Աշոտյանի հետ, շնորհակալություն մեզ հետևելու համար։